8 ամսվա ընդմիջումից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանն այսօր վերադարձել է առաջնորդարան։ Բժշկական կենտրոնից դուրս գրվելուց հետո Սրբազանին Գյումրիում թեմի առաջնորդարանի դիմաց դիմավորել են մեծ խնդությամբ, գրկախառնություններով, ծափողջուններով ու սրբազան բացականչություններով։ 2025 թվականի հունիսից կալանքի տակ գտնվող Միքայել arczepiskopos Աջապահյանի խափանման միջոցը փետրվարի 6-ին փոխվել է տնային կալանքով։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանի նախկինում Տեր Արամ եւ Արամայիս Թախմազյանի նախկինում Տեր Թադե հայցադիմումները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պարտավորվում է առանց խոչընդոտների ապահովել քահանաների գործունեությունը իրենց հոգևոր պաշտոնում։ Բացի այդ, նշված ժամանակահատվածում Մայր եկեղեցին պետք է ներկայացնի ապացույցեր, որպես հիմք վկայակոչված ներքին եւ անհատական իրավական ակտերը եւ հոգևորականների գործունեությունը կարգավորող պայմանագրերը։ Հեծի շուրջ տեղի ունեցողը բացահայտ քաղաքական գործընթաց է, վստահեցրել է Հեծի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։ Մամուլի ասուլիսի ընթացքում Դավիթ Ղազինյանը ոչ միայն հերքել է ներդրումների անարդյունավետության մասին պնդումները, այլև մատնանշել է պետական համակարգում տիրող կատարյալ աբսուրդը։ Ըստ նրա, ՀՑԿՀ մարմինը միայն թղթի վրա է անկախ, սակայն իրականությունը տարբերվում է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին բազմաթիվ անգամ հորդորել էինք, որ ներկայացնի ճշմարտությունը եւ մեղադրել է ես բազմաթիվ անգամ, որ ինչու չեն զանգում հարցնում իրենց կողմից թղթի վրա անկախ, բայց փաստացի շատ կախված հանձնաժողովից իրականում որից հետո է։ Եվ ունեի կասկած, որ շատ լավ իմանալով միևնույն է մեր ժողովրդին խաբում են։ Հիմա գոնե այս փաստով հանձնաժողովի նախագահը ընդունեց, որ այո, հենց ՓԲ-ի կողմից վերցված վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը, այսինքն որևիցե կապ չունի սակագնի, այսինքն այն գումարի հետ, որը մեր քաղաքացիները մենք բոլորս վճարում ենք հոսանքի համար։ Ղազինյանը զուգահեռներ է անցկացրել նախկին եւ ներկա կառավարման արդյունավետության միջև, շեշտելով, որ եթե վթարների 40% աճը համարվում է էֆեկտիվ, ապա գործ ունենք նոր անտրամաբանական գիտության հետ։ Նա նաեւ տարակուսանք է հայտնել ՀՑԿՀ անդամների կեցվածքի վերաբերյալ, երբ նրանց նշանակած կառավարիչը ուղիղ տեքստով մեղադրում է հանձնաժողովին հանցանքի մեջ։ Իրենց կողմից նշանակված կառավարիչը ասում է. հանձնաժողովը դրսևորել է հանցավոր անգործություն։ Հիմա նույն հանձնաժողովը այս պայն աշխատում է, լավ ուր են իրավական հետևանքները, եթե իրականում հանցավոր անգործություն է դրսևորել։ Եվ այն հանձնաժողովը, որը հանցավոր անգործություն է դրսևորել, այսօր գլուխները բարձր հայտարարում են, որ մեզանից անկախ քան երբևէ չկա։ Ախր, գիտեք, թերապես բաներ կա, որոնք չի մեկնաբանվում, էլի, ոնց մեկնաբանես։ Հա, գեղեցիկ կարող ես հայերեն ինչ-որ խոսքեր ասել, բայց ինչպես մեկնաբանվի դա։ Խոսելով Հեծի շուրջ ապագա զարգացումների մասին, Ղազինյանը կանխատեսել է, որ իշխանությունը գնալու է գերակա շահի ճանապարհով, փորձելով միջազգային աուդիտի փոխարեն սեփական գնահատմամբ նվազագույն գին առաջարկել Հեծի սեփականատիրոջը։ Իմ անձնական կարծիքով ուզում են մի այսպիսի բան գտնել, որի արդյունքում կարողանան բավականին նվազեցնել արժեքը։ Եվ այդպիսի առաջարկ անեն։ Բնականաբար սեփականատերը հրաժարվելու է Եվ ունեմ համոզմունք, որ գնալու է գերական շահ ճանաչելու այս պրոցեսը ամեն ինչով կապված է քաղաքականի հետ։ Իր ռեյտինգի, իր դեմ ստերը չաշխատելու արդյունքում ավելի սրվում են, այսպես իրենց ավելի կոպիտ են դառնում իրենց գործողությունները, որին մենք պատրաստ ենք։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր է ճանաչել մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու համար։ Վերջին դատական նիստի ընթացքում Արցախի նախկին պետնախարարը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ, տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս։ Շուրջ 1 տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չի մասնակցել։ Ավելի վաղ էլ 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները։ Ադրբեջանի նախագահը օրերս Մյունխենում հարցազրույցի ընթացքում նշել էր, որ նրանց ազատարձակումը ոչ մի կերպ հնարավոր չէ։
Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ, սա դատավճիռ է հայ ժողովրդի դեմ։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը արձագանքել է Բաքվի շինծու որոշմանը։ Մեջբերում հայտարարությունից Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Կոչ են կանում աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին եւ մարդու իրավունքների պաշտպանության խմբերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։ Վարդանյանի ընտանիքը նշել է, որ շարունակելու են ձգտել Արցախի նախկին պետնախարարի եւ մյուս մեր հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Ժնևում սկսվել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Օմանի միջնորդությամբ անցկացվող այս անուղղակի բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցում են Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն այս կարևոր բանակցություններին մասնակցելու է անուղղակիորեն։ Թեհրանը ցանկանում է գործարքի գնալ եւ գիտակցում է հետևանքները, տեսնենք թե ինչ կստացվի։ Նշել է Թրամփը, շեշտելով, որ նախկինում ամերիկյան B-2 ռմբակոծիչների հարվածներից հետո Իրանը ստիպված է դադարեցնել ուրանի հարստացումը։ Ըստ իրանական կողմի, երկիրը պատրաստ է կառուցողական առաջարկների, սակայն հաջողությունը կախված է Վաշինգտոնի պատրաստակամությունից, չեղարկել պատժամիջոցները եւ հրաժարվել անիրատեսական պահանջներից։ Երբեմն աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որ այլևս ոտքի չի կանգնի։ Ընթացող բանակցությունների ֆոնին հայտարարել է Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Իհարկե, նավատորմը վտանգավոր բան է, սակայն դրանից ավելի սարսափելի է այն զենքը, որը կարող է այդ նավը իջեցնել ծովի հատակը, նշել է նա։ Դիվանագիտական այս գործընթացին զուգահեռ տարածաշրջանում ռազմական լարվածությունը չի մարում։ Մինչև Վաշինգտոն լրացուցիչ ուժերը ուղարկում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորքերը զորավարժություններ են սկսել ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցի մոտ։ Ժնևում սկսվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները։ Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը ժամանել է հանդիպման վայր եւ սկսել աշխատանքը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ քննարկումները փակ են լրատվամիջոցների համար, իսկ պատվիրակությունները որոշումները կայացնելու են հենց տեղում։ Նրա խոսքով այսօր էական նորություններ չեն սպասվում։ Բանակցությունները տևելու են 2 օր։ Այս ամենի զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին կոշտ հայտարարություններով փաստացի պարտադրում է Ուկրաինային արագացնել գործընթացը եւ շուտապույտ համաձայնության գալ։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, հույս հայտնելով, որ հանդիպումը վերջապես կտա սպասված արդյունքը։ Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ժնև մասնակցելու ռուս-ուկրաինական հարցերով բանակցություններին։ Այս ամենին զուգահեռ բազմաթիվ ջանքերից հետո կարծես սպառվել է Դոնալդ Թրամփի համբերությունը։ Նա լրագրողներին ասել է, որ Ուկրաինան պետք է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Արդեն մի քանի օր է ինչ ԱՄՆ նախագահը այսպիսի կոշտ հայտարարություններով է հանդես գալիս, արդեն ոչ թե առաջարկելով, այլ պարտադրելով Ուկրաինային համաձայնել գնալ բանակցությունների։ Միևնույն ժամանակ Ուկրաինայից տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Զելենսկին, հույս հայտնելով, որ այսօր կայանալիք հանդիպումը կտա ցանկալի արդյունք։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ջրհեղեղների պատճառով ավելի քան 100,000 հեկտար տարածք է հայտնվել ջրի տակ։ Բնական աղետը Ֆրանսիայում չի դադարում արդեն 33 օր։ Ամենաշատը տուժել են Գարոն, Լուար եւ Շարանտ գետերին մոտ գտնվող բնակավայրերը։ Կուբայում անցել են էլեկտրական եռանիվ հեծանիվների, իբրև տրանսպորտ վառելիքի դեֆիցիտից հետո։ ԱՄՆ-ն դադարեցրել է Վենեսուելայից նավթի արտահանումը եւ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Կուբային վառելիք մատակարարող երկրների համար։ Վառելիքի պակասը հզոր հարված էր երկրին։ Վենեսուելայի գործողությունից հետո Թրամփը հայտարարել է, որ վենեսուելական նավթ այլևս չի ուղարկվի Կուբա, նշելով, որ Կուբայի կառավարության տապալումը մոտ է։